որոշեցի, որ այդ լուսանկարը կփոխեմ, երբ որ Ադամը կվերադառնա բանակից։ Ճիշտն ասած, ինձ թվում էր, որ Ադամը անկխոցելի է։ 5-6 օր հետո մենք այդ չարաբաստիկ լուրը լսեցինք։ Հրամանատարին ասել է կարող եք չգալ, որովհետև արդեն ուշ է։ Չեմ համակերպվել, դա համակերպվելու բան չի։ Չկա ավելի մեծ զոհողություն, ավելի մեծ գին, այո, որ մարդը գիտակցաբար իր կյանքը զոհում է հանուն մյուսների։ Ես ինքս Ադամի հետ էլ որ խոսում եմ, մտովի շատ հաճախ եմ խոսում, զրուցում, միշտ համ շնորհակալ եմ լինում իրանից, որտեղ ինքը ինձ էլ է սովորացնում անջան, բացի այս մեր հանրությունը, երիտասարդությունը շատ կան Իրանով ոգեշնչված երիտասարդներ, մարդիկ, տարիքը նույնիսկ կապ չունի, մասնագիտությունն է կապ չունի, նույնիսկ տարբեր տարիքի մարդիկ։ Այդ արձագանքը, որ ես ստանում եմ, այդ իհարկե ինձ էլ է սովորեցնում, ինչ որտեղ, ոնց որ սենց, հետն էլ միշտ ասում եմ կներես, որ չկարողացա, կներեք մեզ տղերք, դու ու տղերքը Ադամ ջան, մյուս տղերքը, այդ վերաբերվում է նաև այս 20 թվի պատերազմի, մյուս պատերազմել, հազար ներողություն, որ չկարողացանք մենք ձեր արյան գնով պահած հողը պահենք, ինչ որ մի ձևով։ Սկսենք երևի իմ համար դժվար է լինելու, հաստատ գիտեմ, բայց պետք է անենք։ Ողջույն, դուք Տաբուի YouTube-յան հարթակում եք։ Այսօր ապրիլի 3-ն է։ Ես այսօր որոշել եմ անդրադառնալ քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանին։ Տաղավար եմ հրավիրել նրա մայրիկին, Տիկին Գայանեին։ Բոլորի մասին խոսել բնականաբար չեմ կարող եւ ժամանակն էլ չի բավականացնի, բայց ես փորձում եմ եւ ուզում եմ Ադամի կերպարի միջոցով ամբողջացնել այն բոլոր տղաներին, շնորհակալություն հայտնել նրանց, երախտապարտ լինել նրանց, այն բոլոր տղաներին, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն մեզ, հանուն մեր խաղաղության, հանուն այն բանի, որ պարզապես մենք այստեղ նստենք եւ զրուցենք։ Բարև ձեզ։ Բարև Աննա ջան։ Ես շատ երկար էի մտորում, շատ վաղուց ուզում էի հրավիրել ձեզ, դժվարանում էի, որովհետև մենք նաև ընկերական կապի մեջ ենք եւ իմ համար շատ իսկապես շատ ծանր եւ դժվար էր այս խոսակցությունը, բայց որոշեցի անպայման զրուցել, որովհետև շատ կարեւոր է, որ մենք միշտ հիշենք մեր տղաներին։ Ես ուզում եմ այնքան խոսենք միշտ, որ մենք զգանք նաև նրանց ինչ-որ չափով ներկայությունը, որովհետև մարդիկ կան, երբ մենք նրանց հիշում ենք, երբ խոսում ենք, եւ այս տղաները իսկապես կան, որովհետև նորից եմ ասում ենք, հենց նրանց շնորհիվ է, որ ուղղակի այսօր հանգիստ ապրում ենք, քայլում ենք եւ այսօր այստեղ զրուցում ենք։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Ես եմ շնորհակալ Աննա ջան։ Ուզում եմ մեր խոսակցությունը սկսենք մի շատ ինձ համար շատ պարզ, բայց շատ նաև հանելուկային թեմայով։ Հիշում եմ շատ լավ, երբ համացանցում այդ օրերին հայտնվեց Ադամի նկարը, այնպիսի մարդիկ այնպես արձագանքեցին, որ կարծես թվում էր, թե Ադամը բոլորիս ընտանիքի անդամն է։ Ես շատ երկար եմ մտածել, թե ինչու շատ տղաների նկարներ հայտնվեցին, բայց ինչու հենց Ադամը, ինչու մենք բոլորս վարկենապես կապվեցինք այդ տղայի հետ եւ ինքս իմ մեջ հասկացա, որ ուղղակի մի գերբնական էներգետիկա կար նրա մեջ, որը երևում էր նաեւ այդ լուսանկարից եւ եթե չեմ սխալվում, լուսանկարը դուք չէիք հրապարակել։ Այո, լուսանկարը հրապարակել էր քեռուս տղան Սերգեյը եւ դրա մասին ես իմացա մի փոքր ուշ ավելի հարևանուհիս մտավ մեր տուն եւ ասաց, որ Ադամի լուսանկարը պատտվում է համացանցում եւ մեծ տարածում է ստացել։ Իսկ լուսանկարը ինքը վերցրել էր իմ Facebook-յան էջից։ Իդեպ այդ լուսանկարը ես եմ արել, մենք ընտանեկան փոքր այսպես հավաքվել էինք սրճարաններից մեկում։ Այսպես ուղղակի
մի քանի ֆոտո արեցի իրեն, դիմաց էր նստած սեղանի շուրջ էինք նստած, դիմացս Ադամն էր։ Եվ այդ ֆոտոն պահեցի, այդ լուսանկարը պահեցի իմ էջում 15 թվականի ապրիլին, երբ որ նայեք մինչև հիմա չի փոխվել այդ լուսանկարը իմ Facebook-յան էջում, եւ որոշեցի, որ այդ լուսանկարը կփոխեմ, երբ որ Ադամը կվերադառնա բանակից։ Ինքը պարզապես էջիցս վերցրել էր Սերգեյը եւ տեղադրել իր էջում։ Կար պահ պատերազմի են առաջին իսկ օրերին, որ բոլորը լուր չունեին իրենց երեխաներից, տղաներից, զինվորներից եւ հուսահատությունից ու անկարողությունից կարծես շատ ծնողներ այդպես տեղադրել էին իրենց որդիների նկարները եւ մտածում էին, որ ինչ որ լուր, ինչ որ մի ձևով կարող են իմանալ։ Ես իհարկե ճիշտն ասած դեմ էի, անմիջապես կապ հաստատեցի Սերգեյի հետ եւ ասացի, որ լավ կլիներ, որ ամեն դեպքում մենք դեռ լուր չունենք, ինչպես շատերը լուր չունեն, ճիշտ կլինի, որ լուսանկարը չպտտվի, իսկ ինքը այսպիսի մի բան ասեց, որ ուշացել ենք արդեն, որովհետեւ այնպիսի տարածում, այնպիսի արձագանք է ստացել լուսանկարը, որ կանգնեցնել հնարավոր չէ այդ ալիքը ժողովրդի կողմից։ Այո, նոր քիչ առաջ դուք էլ նշեցիք Աննա ջան, որ ինքը կարծես ինչ որ դարձել էր բոլորինը, իհարկե բոլոր տղաներն են մերը, բայց ինքը տարբերվում էր։ Ես որպես մայր երևի թե իմ կողմից մի փոքր անհամեստություն կլինի, որ այսպես մտքեր ասեմ, որ ինքն էր եւ միայն ինքը, բայց իրականությունը այնպես էր, որ այդ օրերին բոլորը սպասում ու աղոթում էին Ադամին, բոլորը շատ սիրում էին, բոլորը ոգեշնչված էին, իսկ երբ որ եկավ այն բոթը, որ Ադամը իր ջոկատի տղաների հետ հերոսաբար զոհվել է եւ նույնիսկ այն հերոսությունները, որոնք նրանք են կատարել պատերազմի դաշտում, դրանից հետո կարծես կրկնապատկվեց սերը ժողովրդի եւ եւս մի փոքր ավելացում, որ չգիտես ինչու ժողովրդի մեջ, մի որոշ հատվածի մեջ մարդկանց, մի որոշ հատվածի մեջ այսպիսի թյուր կարծիք կա, որ Ադամին շատ սիրեցին, ճանաչեցին, որովհետեւ նրա լուսանկարը հայտնվեց համացանցում այդ օրերին։ Ես կարող եմ վստահ ասել, որ եթե 20 օր հետո, 1 ամիս հետո էլ հայտնվեր, նույն արձագանքներ լինելու եւ իրոք այդ սերը, այդ գնահատականը Ադամի հանդեպ ուղղակի անբացատրելի է։ Իսկապես դուք չեք ուզում խուսափում եք գովասանքի խոսքեր ասելուց, բայց ես ինքս շատ լավ հիշում եմ այդ նույն զգացողությունները ինձ մոտ են եղել առաջին իսկ վայրկյանից եւ ես անընդհատ մտածում էի, չեմ ուզում ոչ ոքի այլ կողմում դնել, բոլորն էլ մեր տղաներն են, բայց յուրահատուկ էներգիա կար նրա մեջ եւ ես ամեն օր խնդրում էի Աստծուն, որ գոնե վատ լուր չլսենք։ Եվ հետո երբ ծանոթացա նրա հետ, նրա պատմություններին, նրա կյանքի մասին իմացա, ես հասկացա, որ ներ գաղտնիքը նրա խորը մարդկային տեսակն էր եւ այն ամենը ինչ որ կար նրա մեջ շատ պարզ երևում էր անգամ լուսանկարի նրա հայացքից։ Դրա համար էլ դա մարդկանց մոտ այդքան մեծ արձագանք ձեռք բերեց եւ շատ ցավոք այսօր մենք խոսում ենք արդեն բոլորովին այլ թեմայից, բայց ես գիտեմ, որ դեռ մանկությունից սկսած նա շատ ակտիվ է եղել եւ տեսել եմ ձեր տեսագրությունները, տեսնում եմ նաեւ, որ դա նաեւ արտաքինով է տարբերվում ձեզանից, ինչպես ինձ ասացիք, դուք փոքրամարմին եք, իսկ ինքը շատ բարձրահասակ թիկնեղ, ավելի սպորտային, այդպես շատ խելացի, շատ պրպտող ու պատկերացրեք հասցնում էր կարծես ամեն ինչ, շտապում էր, չգիտեմ, դա նախախնամություն էր, ինչ որ բան զգում էին իրենք այդ տղաները, որտեվ շատերի մոտ այդ գիծը կար,
կարծես ամեն ինչ անում էին եւ ամեն ինչում շտապ եւ սպորտի էր հաճախում եւ պարապում էր եւ համասարան ընդունվեց փայլուն գնահատականներով իդեպ ինքը դպրոցում սովորում էր այնպես որ այնպես չէր որ գերազանց էր սովորում անկեղծ ասեմ Պարզապես սիրած առարկաներ ուներ, հատկապես լեզուները, պատմությունը եւ այլն, ինքը փայլուն էր այդ առարկաներից եւ կարող էր դա օգտագործել այդ հանգամանքը կարող էր օգտագործել բանակում, բայց ինքը ընտրեց շատ ավելի բարդ ծառայություն, քանի որ մինչև դիրքեր բարձրանալը ինքը սերժանտ էր նորակոչիկների մոտ, այսինքն նորակոչիկներում զորամասում սովորեցնում էր զինվորական գործը, երբ որ նորակոչիկները գալիս էին բանակ։ Ինչքան էր անցել ծառայությունից, երբ ծառայությունից 1 տարի 2 ամիս։ Այսինքն ինքը շատ հանգիստ կարող էր ընտրել այդ տարբերակը մնալ նորակոչիկների հետ պարապել եւ չգնալ, բայց ինքը դա չարեց։ Դա չարեց եւ մտել է հրամանատարի մոտ, խնդրել որ բարձրանա դիրքեր։ Ինքը սերժանտ էր կոչում ով Ադամը, նաեւ դիրքի ավակներ այդ դիրքի որտեղ ինքը իր ջոկի հետ հերթապահում էր դա Լելեթեփե հայտնի բարձունքի 112-րդ դիրքն էր եւ ինչպես նաեւ ջոկի հրամանատար ավակ այսպես եւ սերժանտ այսինքն պատերազմական իրավիճակում բնականաբար ինքը հրամանատարն է դառնում եւ ջոկը լսում է իր հրահանգները պատերազմի օրը ավելի շուտ 1 օր առաջ ամսի 1-ի երեկոյան խոսեցինք իր հետ եւ շատ վատ էր կապը խնդրեց որ շատ չանհանգստանանք որովհետեւ կապը վատ է եւ նույնիսկ մենք ասենք մենք լավ չենք զանգում քանի որ դիրքեր ես բարձրացել բայց դու ինքդ կապ հաստատիր մեզ հետ ամեն օր ասեց մի անհանգստացեք դուք գիտեք ես որտեղ եմ մի անհանգստացեք դիրքերում եմ եւ վերջ քչախոսեր այդ առումով չէր պատմում այնտեղ ինչ է կատարվում որ ես երբեմն զարմանում եմ որ զինվորներ կան որ շատ մանրամասն դետալներով պատմել են թե ինչ է կատարվել իրենց ծառայության ընթացքում այսպես ասեմ այդ ամենը մենք հավաքել ենք այսպես կծկտուր խոսակցություններով եւ իր ընկերների ծառայակից ընկերների պատմած հրամանատարների պատմած այսպես պատկերն է ներեցեք որ ընդհատում եմ գիտեմ նաև որ անգամ չի թողել ձեզ որ դուք ճանապարհեք միջև տնից եք նրան ճանապարհել բանակ եւ ոչ մեկ անգամ նաև երբ որ արձակուրդ եք եկել այսինքն շատ փակ խիստ տղամարդկային ընդգծված հատկանիշներով տղա էր բայց հետաքրքիր է ուզում եմ հարցնել արդյոք երբ փոքր էր զգում էիք այդ հայրենասիրական նրա մղումը չէ որ դա բացառիկ հայրենասիրություն է երբ մարդը կարող է ավելի հանգիստ ծառայել բայց ընտրում է մի վայր որը անմիջականորեն հենց կապված է պատերազմական իրադարձությունների հետ այդ նկատել եք նրա մեջ դա թե դրանում է լրզուս գիտեք Աննա ջան ինքը շատ նայում էր պատմական ֆիլմեր եւ պատմական գրքեր էր կարդում բայց ասենք որ ասել ես հայրենասեր եմ կամ մենք ասենք այդպես դաստիարակենք որ ասենք դուք պետք է հայրենասեր լինեք այդպիսի խոսակցություններ չի գնացել մեր տանը պարզապես մենք ես օրինակ կոնկրետ իմ պարագայում հայրն էլ իր հերթին հիշում եմ որ շատ ենք խոսել որ ազնիվ մարդ մեծանան, լավ մարդ մեծանան, կարգին մարդ հասարակության համար։ Եվ երևի թե ձեր օրինակով եք դա ցույց տվել։ Եվ այդքանն էլ կարծում եմ բավարար էր, որ մարդ լինի ազնիվ յուրաքանչյուր պարագայում։ Եթե դա վստահված է իրեն, մարդը իր գործը անում է լիարժեք, այսինքն եթե ինքը պետք է գնար սահմանապահ գումարտակ, պետք է ծառայեր լիարժեք ըստ Ադամի եւ պետք է տղամարդու պես տաներ այդ ամենը ինչպես որ անհրաժեշտ է նույնիսկ ծառայակից ընկերներն ասում են ինքը դա սերժանտ էր արդեն եւ իր սերժանտները չեն պատվոպահակ կանգնում շատ անգամ չեն հերթապահում ավելի շուտ ասում էր այն տղաները ովքեր որ գիտեր որ այս վերջին
օրերն են եւ պետքա իջնի եւ գնա տուն, արդեն զորացրվում է։ Ասма շատ անգամ ինքն էր կանգնում, այսինքն գրված ու չգրված օրենքներ կան, որոնք մարդկային շատ բարձր, այսինքն ինչ էր մտածել, ասма այսպիսի օրենք կար, կարծես թե կարքին տղաները, կարքին սերժանտները այդպես էին վարվում, հանկարծ քեզ բան չլինի, դու մի քանի օրից գնում ես, այսինքն այդ ամեն ինչը հայրենասիրություն է, եւ երբ որ պատերազմը սկսվել է, ինքը անմիջապես իր ջոկատի հետ անցել է շրջանաձև պաշտպանության եւ հրամանատարները, այսինքն ականատեսները պատմում են, որ աննախադեպ հերոսությամբ տղաները հերթով ընկել են պաշտպանելով իրենց դիրքը։ Իր դիրքի տղաների անունն եմ ուզում նշել, Կարենը Ներսիսյան, որը սերժանտ էր նույնպես եւ իր օգնականը, Բագրատը Ալեքսանյան, Տիգրանը Բերակչյան, Ժորան Եսայան, Բորիսը Օզմանյան, որը ազգությամբ եզդի էր այդ տղան, եւ Անդրանիկը Գրիգորյան, որը պայմանագրային զինծառայող էր, բայց միևնույն է ինքը տարիքով մեծ էր, ուներ երեխաներ, բայց ենթարկվում էր այսպես Ադամի հրամանատարությանը։ Եվ գումարվելով այս ամեն ինչը, այս իր քաջությունը, համարձակությունը, խելացիությունը, ինքը մասնագիտությամբ պատրաստվում էր դիզայներ դառնալ, տղաներն ասում էին, որ դիրքը այնքան հարմարավետ է պատրաստել, այնքան տղաներով դիրքը կահավորել էին եւ միշտ ասում էին, բացառվում է, որ գան, նույնիսկ դիվերսիա լինի եւ ողջ գնա թշնամին այդտեղից, բացառվում է, այսինքն եթե չլիներ չարաբաստիկ ռազմական հմտություններ ուներ, այսինքն նաեւ այդ ընթացքում ձեռք էր տիրապետել է, նաեւ սովորել եւ տիրապետել է դրան եւ էլ եմ ասում ուներ հնարավորություն իր գիտելիքներով պարզապես չբարձրանալ դիրքեր հատկապես եթե ինքը արդեն ուրիշ ոնց որ ասած ֆունկցիա էր կատարում բանակում երբ ամսի 1-ին խոսեցիք բայց երկրորդ օրը արդեն բոլորս գիտեինք ամսի 2-ին բոլորս լսեցինք բոթե եկա որ սկսվել է պատերազմ բնականաբար առաջին հերթին դուք որպես մայր այդ պահին ինչ կար ինչ որ կանխազգացում թե վստահ եք որ ամեն ինչ լավ կլինի ամենասկզբում դե իհարկե բոլորս շատ ծանր հարված ստացանք այդ պատերազմի լուրը լսելուց չի ուզում վատ բան մտածել Ճիշտն ասած ինձ թվում էր, որ Ադամը անկխոցելի է, որովհետև ինքը այնքան հաջողակ էր, այնքան հաջողակ տղա էր, այնքան թեթև բնավորություն ուներ, այնքան հեշտ էր իր մոտ ամեն ինչ ստացվում։ Անկեղծ ասած չէի պատկերացնում կամ չէի ուզում հավատալ դրան։ Բայց քանի օրերը անցնում էին, որովհետև մենք զանգահարում ենք կապ չկար, բայց ոչ միայն մեր հետ կապ չկար, այլ նաև մյուսների հետ նույնպես շատ բարդ էր կապ հաստատել պատերազմական իրավիճակում, հետո լուրեր լսեցինք ինձ զորամասի տղաներից, ոմանք ասում են իրենք տեղափոխվել են այլ դիրք, ուրիշ բնագծում են, նույնիսկ լրիվ այլ շրջան, նույնիսկ այդպիսի լուրեր էինք լսում եւ այդպես ոնց որ հավատով, հույսով ապրում էինք ու մտածում էի, որ ինքը անխոցելի է, ինքը կվերադառնա հաստատ։ Քանի օր հետո իմացաք, որ այլևս մոտ երևի 5-6 օր հետո մենք այդ չարաբաստիկ լուրը լսեցինք, որ Ադամը իր ջոկատի տղաների հետ հերոսաբար ընկել է եւ վերջում ամենավերջում ժամը 8-ի կողմը մի քանի ժամ պայքարելուց հետո ժամը 8-ի հատվածում առավոտյան վերջին անգամ ռադիոկապով լսել են իր ձայնը եւ ասել է մինչ այդ մի քանի անգամ օգնություն է խնդրել որովհետեւ ասել է որ փամփուշտները վերջանում են
Այնուհետև ասել է, որ հրամանատարին ասել է կարող եք չգալ, որովհետև արդեն ուշ է։ Մենակ է Արդեն մնացել։ մենակ եմ մնացել եւ արդեն ուշ է, արդեն ամբողջությամբ լցվել են դիրքերը, ուղղակի պահեք որքան հնարավոր է, որպեսզի առաջ չգան, թշնամին առաջ չգա։ Վերջին խոսքերը դա է եղել։ Տղաները եւ հրամանատարները պատմում են եւ այդ ամենը իր կերպարին, իր արտաքինին, իր էությանը այսպես միաձուլվելով, միահյուսվելով դարձավ մի, ինչպես ասեմ, ոգեշնչման, սիրո օրինակի, որպես լավագույն օրինակի կերպար։ Իհարկե ես կուզեի, որ Ադամը եւ մյուս տղաները հաղթանակած վերադառնային, իհարկե նրանք իրենց զոհվեցին իրենց սրտում ունենալով այդ հաղթանակը։ Ամեն անգամ երբ այս թեմայով զրուցում եմ, ինչ որ չափով ինձ շատ վատ եմ զգում, որովհետև կարծես այդ մայրերի բոլոր վերքերը ես նորից վեր եմ հանում, բայց նաև իսկապես մտածում եմ, որ մենք խոսելով բառ ենք պահում իրենց հիշատակը եւ չեմ կարողանում միշտ ինձ մի հարց է հետաքրքրում, այ ոնց կարողացաք, ինչով կարողացաք հաշտվել այդ մտքի հետ, որ նա Ադամը իր կյանքը տվեց հայրենիքին եւ ճիշտ է մենք մեր կողքը զգում ենք միշտ նրանց ներկայությունը, բայց ցավոք ֆիզիկապես չենք տեսնում։ Ինչպես եք կարողանում հաղթահարել այդ զգացումը, որովհետև դա սարսափելի է ուղղակի։ Պատկերացրեք, որ ես ամեն օր աշխատում եմ այդ ուղղությամբ ինձ վրա, չեմ համակերպվել, դա համակերպվելու բան չի։ Պարզապես այդ ցավի հետ կա հպարտություն, որը ինձ շատ, այսպես ասած, ոգեշնչում է եւ որտեղ որ այդ Ադամի բացակայությունն է ֆիզիկապես, այնտեղ այն մարդկանց սերն է, որոնք ամեն օր խոստովանում են։ Սերը որպես հերոսի կերպար, որպես օրինակելի մարդու կերպար, մարդիկ, որ բացարձակ չեն ճանաչել իրեն։ Վերցնում են նկարը եւ գնում, ասենք, Իսպանիայում սովորելու եւ այնտեղից էլ ֆոտոներ են անում, որ շատ հաջողեցինք, քննությունները հաջող տվեցինք, որովհետեւ Ադամի լուսանկարը ունենք մեզ մոտ, մեր պայուսակում, մեր գրպանում եւ այլն։ Այդպիսի լուրեր, այդպիսի խոսակցություններ, այդպիսի նամակագրություն։ Միջև հիմա ստանում եք։ Այո, մի քանի օր առաջ երկու աղջիկ էլի, որոնց հետ կապի մեջ եմ, մեկի անունը Ֆլորա, մեկը Հայկուհի, գրում են, որ շատ կարոտել ենք Ադամին, պետք է գնանք Եռաբլուր, էլ արդեն չեմ դիմանում, բայց այդ աղջիկները ոչ մի անգամ իրեն չեն տեսել, ոչ մի անգամ, այդ դա է ֆենոմենը Ադամի, զարմանալի ինչ որ եւ կան տարբեր եւ Արսենը, տղաներ կան, ոնց որ զուգադի պես 3-ի նամակները, այդպես իրար հետ զուգահեռ եկան, երևի մեկ օրվա եւ մի քանի ժամվա տարբերությամբ, ոգեշնչում է բոլորին, թե մեծ թե փոքր, նույնիսկ մասնագիտությունը կապ չունի բացարձակապես եւ ուղղակի ես մի քանի անգամ ասել եմ, առիթ է եղել ասել եմ, հիմա էլ կկրկնեմ, այդ ցավը հպարտության հետ զուգահեռ այսպես տանում եմ ինձ հետ, թե չէ համակերպվել, դա երբեք չես համակերպվի, որտեվ դա օրինաչափ չէ, չես կարող համակերպվել։ Դուք ասում եք, որ ինքը շատ զուսպ է եղել եւ էմոցիաները շատ չի արտահայտել, բայց նաեւ ես գիտեմ, որ ձեզ հետ շատ կապված է եղել։ Հետաքրքիր է, դուք միջև հիմա կարողանում եք ինչ որ ձևով նրա հետ զրուցել, կապվել, գիտեք ինչի եմ հարցնում, որովհետեւ ինձ հետ նման դեպք եղել է տատիկիս հետ կապված
Երբ ես անմիջականորեն զգացել եմ նրա ներկայությունը։ Այ հետաքրքիր է, տենց չգիտեմ, գուցե ոմանց համար սա միստիկ թվա, բայց ես դա զգացել եմ։ Այո, ես բազմաթիվ անգամ եմ զգացել իր ներկայությունը, հատկապես երբ որ ծնկաչոք տանը աղոթում է իր համար, երբ որ մենք լուր չունեինք, բայց արդեն Ադամը զոհվել էր իր ջոկատի տղաների հետ, ես զգացի իր ներկայությունը, ես զգացի, որ ինքը ինչպես ինձ գրկեց, ես նույնիսկ դա զգացի, և բազմաթիվ անգամ եմ զգացել, երբ որ չափազանց հուսահատության ու չափազանց նեղվածության մեջ ինչ-որ մի բան ա կատարվում, կարող է Ամերիկայից մի անծանոթ կին զանգի, Թագուհի անունով, որին չեմ տեսել, երբեք չեմ ճանաչում, և ասի, գիտեք ինչ, ես տեսիլքի նման մի բան տեսա, չգիտեմ, թե երազ էր տեսել, թե տեսիլք էր տեսել, ձեր տղային տեսա, Ադամին, ասաց, խնդրում եմ զանգեք մամայիս, ասեք, որ իմ մոտ ամեն ինչ լավ է, թող ինքը չտխրի, թող ինքը այլևս չտխրի, բայց դե այդ տխրությունը կա, գիտեք, ուղղակի երբեմն էլ այնպես չի, որ միշտ ուրախ ես հոգով, բնականաբար, միշտ ինչ-որ տխրությունը անընդհատ հետապնդում է, ամեն րոպե, ամեն վայրկյան, բայց միշտ մտածում ես կողքիններիդ մասին, ընտանիքիդ անդամների մասին, երեխաներիդ, թոռնիկներիդ մասին, մտածում ես, որ նրանք չպետք է տեսնեն քեզ անընդհատ տխուր, դա շատ սխալ է և ըստ իս, Իհարկե, նրանց հետ պետք է կատակեսել, խոսել, ժպտասել, դու կապ չունի, տխուր ես, ուրախ ես, ըստ էության տխուր ես միշտ էլ, բայց շրջապատի մարդիկ դա պետք է անընդհատ չզգան այդ ծանրությունը և երևի հենց Ադամն էլ այդպես կուզեր, որովհետև ես զգում եմ, նա ինձ ուղղորդում է, ինքն էլ այդպես կուզեր, այսինքն տխրությունը տանել, որքան հնարավոր էր արժանապատիվ, փորձում եմ։ Հետաքրքիր է, որ մայրիկներից շատերն են այդպես ասում, որ ճիշտ է նա չկա, բայց ինձ ուղղորդում է և անգամ ինչ-որ ձևերով ցույց տալիս, որ իսկապես պետք է ապրել, շարունակել, չտխրել և նաև հետաքրքիր է, որ բոլորի մոտ այդ զգացողությունը կա, որ կողքին է իրենց տղան և նաև ասում են բոլորը, որ շատերը, որ կյանքին այլ կերպ են սկսում նայել, ձեզ մոտ էլ է այդպես։ Իհարկե, այլ կերպ ես նայում կյանքին, մի քիչ գիտեք ոնց, կարծես երկու աշխարհների մեջտեղում լինես, ապրես, այսինքն Ադամի և մյուս տղայիս, Մուշեղի և իր ընտանիքի այսպես մեջտեղում ես ապրում, արդեն այլ կերպ ես ընկալում, մենք հասկանում ես, որ մենք ոչ թե մահկանացու ենք պարզապես, այլ հանկարծամահկանացու, այսինքն դու ամեն րոպե աշխատում ես չսխալվել, չնայած մարդ ես, կարող ես և սխալվել էլ, կարող ես և ինչ-որ մի բան մարդկային է, չէ, բայց մաքսիմալ աշխատում ես լինես այնպես, ինչպես կցանկանաս, որ մարդիկ քո հանդեպ լինեն, պարզապես ես մի անգամ ևս ասել եմ, հիմա նորից ասեմ, հիմա երևի թե իմ կյանքի փորձից, թե տարիքից ելնելով, գուցե իմ կարգավիճակից նաև, չեմ սիրում, որ տեսնում եմ ինչ-որ անշնորհքություն, լկտիություն մարդկանց կողմից, երբեմն, և չեմ կարող չմիջամտել, հիմա առաջ լռում էի, հիմա ուղղակի ասում եմ, որ այդպես սխալ է, ճիշտ չէ, այդպես ապրելը, այդպես դրսևորվելը, այսպես ասած։ Ես կարծում եմ, որ այս պարագայում կյանքը բաժանվում է կարծես իսկապես երկու մասի, մինչև դա և դրանից հետո, այ որպես մարդ նաև, որպես կին, ընդհանրապես կյանքի բոլոր պարագաներին ինչով է փոխվել ձեր վերաբերմունքը, բացի նրանից ինչ որ ասացիք, կարծես սա ինչ-որ ձևով նաև բոլորիս դաս եղավ, որպեսզի մենք գնահատենք մեր կյանքը։ Այո,
երջանիկ լինելու համար շատ տարրական, շատ սովորական բաներ են պետք լինի մարդու կյանքում։ Երջանիկ լինելու համար ընդամենը քո տան անդամները բոլորը ողջ են, առողջ են, դա կատարյալ երջանկություն է։ Ու շատ մարդիկ դա չեն էլ հասկանում, որ պարզապես դա գերագույն երջանկություն է ապրել ամեն օրը սիրելի մարդկանց հետ, մի օր լավ, մի օր վատ, խնդիրներով, հոգսերով եւ այլն։ Դա եւ երջանկության բանաձևն է։ Հակառակը Աննա ջան չեմ ընդունում, որ ասենք սկսում են դա դժվար է, ամեն մի ծնող մի կերպ է տանում այդ ցավը, այդ վիշտը։ Եվ ես միևնույն է չեմ, ես համարում եմ, որ ճիշտը այն է, որ դու կարողանաս հաղթահարել հանուն քո միջավայրի, հանուն քո ընտանիքի, որովհետև բոլորը նայում են մորը եւ հերիք է դու ոտքդ գցես եւ անդունդը անցնես, քո հետևից կտանես հաստատ բոլորին։ Ուղղակի պետք է ուժ գտնեն իրենց մեջ, դժվար է, բայց ես գիտեմ, որ երբեմն չեն կարողանում թաքցնել այդ իրենց տրամադրությունը եւ իրենց վերաբերմունքը եւ ընտանիքում եւ միջավայրում։ Բայց կա նաեւ հակառակ պատկերը, որի մասին շատ կուզեմ մենք խոսենք։ Շատ հաճախ եւ վերջերս էլ թիրախավորվում են այդ մայրերը, որոնք երեխա են կորցրել, կյանքում ամենաթանկ բանն են կորցրել, բայց թիրախավորվում են նրա պատճառով, որ վիշտը կրելու նրանց ձևը չի համընկնում մեր հասարակության ակնկալիքներին։ Այսինքն իրենք սովոր են անպայման տեսնել, որ մայրը բացի սևից ուրիշ հագուստ չի կրում, չի կարող հարդարվել, չի կարող իրեն հետևել, չի կարող ժպտալ եւ շատ տգեղ արձագանքներով շատ հաճախ համացանցում խոսում են, չէ՞ որ ամեն մարդ յուրովի է կրում իր խաչը, այսպես ասած։ Այո։ Իդեպ այդ համացանցի հետ կապված Աննա ջան, դա իսկապես շատ մեծ աղետ է, որ համացանցում կարող է ամեն մարդ արտահայտի իր կարծիքը։ Ինձ թվում է պետք է գա ժամանակ, որ ինչ որ ցենզ դնեն եւ արգելափակեն որոշ մարդկանց, որոնք իրավունք չունենան կարծիք արտահայտելու, որովհետեւ այդ կարծիքը մարդը կարող է ունենալ իր տանը, խոսի իր տան անդամների հետ, իր խոհանոցում կամ ընկերների հետ, բայց լրատվամիջոցներով կամ ասենք բլոգերներ են եւ այլն հանրային մարդիկ որոշ խոսեն եւ քննարկեն զոհված զինծառայողների ծնողների մասին, բացասական կարծիքներ ասել նրանց մասին, դա ինձ թվում է մեղմ ասած անպարկեշտություն է, որովհետև կարծում եմ նրանք, ոչ թե կարծում եմ, այլ հենց այդպես է կա, այդ ծնողները բոլորը մարդիկ են, ունեն իրենց բնավորությունը, դա իհարկե ես բացարձակ իմ վրա չեմ պրոյեկտում, որովհետև ոչ մի անգամ ինձ հետ կապված այդպիսի պատմություն չի եղել, բայց լսել եմ, տեսնում եմ այլ ծնողների հետ կապված եւ դա ինձ դուր չի գալիս, որովհետև մարդ են կարող են ունենալ այլ քաղաքական հայացքներ, լինեն քաղաքական տարբեր ճամբարներում, ինչպես ասում են, այլ կերպ հագնվել, այլ կերպ վերաբերվել կյանքին։ Իդեպ այդ հագնվելու հետ կապված էլ, անկեղծ եմ ասում, դա էլ է իրենց երեխաները կարող են ուղղորդեն, օրինակ ես ինքս էլ, ես սկսել եմ այլ գույներ հագնել, որովհետև դա խնդրել է ինձ իմ մյուս տղան, մուշեղը, հասկանում եք, դա դու քեզ դա ինչ-որ չափով նույնիսկ կարելի է համարել եսասիրություն, այսինքն դու ամենտեղ ցույց տաս, որ դու առանձնանում ես, որովհետև զոհվածի ծնող ես, զոհվածի ծնողին այլ կերպ պետք է հարգեն, զոհվածի ծնողին պետք է այլ ձև մեծարեն, նա պետք է միշտ հպարտ ման գա, եւ փողոցում, եւ որևէ հասարակության որևէ մի միջավայրում Եվ պատկի ասեք հիմնականում այդպես է, մեր ժողովուրդը սիրում է, հարգում է,
լավ կլինի, որ դա ես վերջերս լսել եմ, որ դպրոցներում են ինչ որ եթե ճիշտ են այդ լուրերը, որ նկարներն են հանում զոհված զինվորների եւ այլն, շատ կուզեի, որ Չէ, ես պաշտոնապես հերքում եմ տեսել, որ նման բան չկա, այո։ Շատ ավելի լավ, դե կոնկրետ իմ տղայի դպրոցում նման բան չկա։ Ես չեմ տեսել եւ էլի դպրոցներ կան, որ շատ հայրենասիրական եւ այլն իրենց այդ ճյուղը պահում են եւ լավ կլինի, որ դա համատարած բնույթ կրի։ Դե որովհետեւ ըստ իս եւ շատերի չկա ավելի մեծ զոհողություն, ավելի մեծ գին այս կյանքում, այո, որ մարդը գիտակցաբար իր կյանքը զոհում է հանուն մյուսների, այսինքն ինքը հասկանում է, որ իր թիկունքում իր ժողովուրդն է, իր հայրենիքն է, իր տունն է, իր ծնողներն են, հասարակ հենց սկսենք իր ընտանիքից, այդպես եւ այսպես ամբողջ եւ դա չվերածվի, հասկանում եք, բաժակաճառերի ուղակի իսկապես լինի դա։ Երբեմն մենք ականատես ենք լինում, որ սիրում են մարդիկ այսպես խոսեն, բաժակաճառ ասեն, դա իսկապես լինի բոլորի մեջ նստած։ Այ հենց հիմա ես այնքան շնորհակալ եմ այն տղաներին, որ հիմա սահմանին կանգնած են։ Այո։ Եվ պահում են իմ ընտանիքի, իմ թոռնիկների խաղաղ քունը։ Այնքան շնորհակալ եմ իրենց եւ ամեն օր աղոթում եմ իրենց համար, որ ողջ առողջ վերադառնան իրենց ընտանիքներ։ Իսկ ծնողների հետ կապված ես կարծում եմ, որ դա չի կարելի թեմաներով խոսել, քննադատել նրանց եւ երբեմն դեզինֆորմացիաներ են պատտվում, մարդիկ կարող են սխալվեն, մարդիկ կարող են այո, բացարձակ ճիշտ չլինեն, դա չի նշանակում, որ ես համամիտ եմ իրենց բոլորի հետ, ով ինչպես է պահում, ասենք, զոհվածին ծառայողների ծնողներից, բայց միևնույն է, հասարակությունը իրավունք չունի քննադատելու այսպես լրատվամիջոցներում, իտես բոլորի, որ եւ այսպես քարկոծեն այդ տվյալ ծնողին ու սկսեն քննարկել նույնիսկ։ Այո, ես հենց դա եմ ուզում հավելացնել, որ ոչ միայն քարկոծում եմ, այլև մեկնաբանություններում այնպիսի քննադատություններ, այնպիսի խոսքեր են երբեմն կարդում, պարզապես չես հասկանում, թե այդ մարդիկ ինչու են այդքան չարացած։ Ինձ մոտ միշտ հարց է ծագում, երբ ինչ որ մի բան է տեղի ունենում, թեկուզ երեխա հիվանդանում է, դու անմիջապես մտքովդ անցնում է, որ գուցե դու ինչ որ մի բան սխալ ես արել։ Այդպիսի մտքեր երբևէ ձեզ տանջել են, օրինակ մտածել եք, գուցե կարող էիք օգնել։ Այո, ես շատ հաճախ եմ խոսում Ադամի հետ մտովի եւ բացի շնորհակալությունից, իրեն եւ տղերքին ասելուց, բացի շնորհակալություն ասելուց, նաեւ ներողություն եմ խնդրում, որ մենք չկարողացանք իրենց արյան գնով իր եւ մյուս նահատակ հերոսների, նույնիսկ ինչու՞ չէ ողջ վերադարձած տղաների կատարած պահած հայրենիքը պահենք պատշաճ այնպես ինչպես որ պետք էր, պահեինք այդ հայրենիքը այնպես ինչպես որ անհրաժեշտ էր, այսինքն ամբողջական լիներ։ Ճիշտն ասած, որ իմացա արդեն բարձրանում էր դիրքեր, ես գիտեի, որ շատ վտանգավոր է դիրքերը, որովհետև ճանապարհին գնդակոծում էին, մինչև բարձրանում էին, ինչ որ մի հատված տղաները իջնում էին մեքենայից, ոտքով էին գնում, հետո նորից էին մեքենա նստում եւ բարձրանում դիրքեր, դա ծառայակից ընկերներից մեկն էր ասել Ադամի, որ արդեն զորացրվել եկել էր։ Եվ ճիշտն ասած, որ իմացա, որ մենք շատ ուշ իմացանք իդեպ, մի 2 ամիս հետո, որ արդեն ինքը դիրքեր է բարձրանում, ճիշտն ասած, իրոք դեմ էի, անկեղծ ասեմ, դեմ էի, որ ես չէի մտածում, որ պատերազմ կլինի, ես չէի մտածում, որ որևէ բան կլինի, բայց միևնույն է վտանգավոր է։ Իհարկե վտանգավոր էր եւ ճանապարհը եւ ամեն դեպքում կանգնած էս ճակատ թուրքի դիմաց։ Եվ ասում եմ, որ սահմանին, անմիջապես սահմանին թուրքի դիմաց, հենց թշնամու դիմաց, այսպես ասենք, լավ։ Ուզում եմ ասել, որ
դեմ էի անկեղծ ասած, նույնիսկ հեռախոսով որ խոսեցինք, ես իրեն ասեցի, ինչու Ադամ ջան, ասաց որ մամ, այսպես ավելի լավ է, թող որ ես էլ ուրիշ բանի մասին չմտածեմ, որտեղ սա ճիշտ է, այսպես ճիշտ է ծառայելը։ Այսինքն ինքը էլի սերժանտ էր, սա պարզապես նորակոչիկների մոտ էր սերժանտ, հիմա արդեն սերժանտ էր դիրքում, այսինքն իր կոչումը մնաց եւ այլն, նաեւ իրենք մոտ մի 200 հոգի հատուկ ջոկատայինների են ոչնչացրել իր ջոկատով եւ իհարկե նաեւ մյուս տղաները, մյուս դիրքերի ապրիլյան պատերազմի մյուս տղաները, որոնք տարբեր դիրքերում տարբեր հերոսություններ արեցին այդպես։ Այսինքն շատ մտածված, բացարձակ առանց որևէ վարքյան կասկածելու, հասկանալով շատ լավ թե որտեղ է ինքը գտնվում եւ բնականաբար ձեր խոսքն էլ այստեղ արդեն ոչինչ չէր կարող փոխել։ Ես իհարկե հարգեցի իր որոշումը, շատ իհարկե անհանգիստ էի, բայց միևնույն է հարգեցի իր որոշումը եւ հիմա էլ հարգում եմ իր որոշումը։ Ես չեմ այսպես ասած կռվում այդ մտքի հետ, կռիվ չունեմ, որովհետև ես հարգում եմ իր կատարած հերոսությունը, ինչպես նաև իր որոշումը, որովհետև ինքը շատ կայացած մարդ էր, չնայած ընդամենը 19 տարեկան էր։ Մի թեմայից էլ եմ ուզում խոսենք, որովհետև անգամ ես ինքս եմ դա զգացել, չարանալու մասին եմ ուզում խոսել, երբ որ ես իսկապես համարում եմ, որ իրենք բոլորը մեր տղաներն են։ Ու շատ պահեր են եղել, որ մոտս իսկապես չարություն է եղել, մտածել եմ ինչու պիտի այսպես լիներ եւ ինչու մենք ոչինչ չարեցինք, որ այդ երիտասարդ, այդ հրաշալի սերունդը մնար եւ շարունակվեր։ Եթե այդ մտքերը ինձ մոտ են եկել, ուզում եմ հասկանալ ձեզ մոտ այդ չարանալու ինչ որ նման բաներ եղել են։ Չգիտեմ դա կոչվում է չարանալ թե ինչ, բայց ինչու հաստատ այդ հարցը բարձրացել է, ինչու համար, ինչու շատ եմ մտածել դրա շուրջ, շատ եմ մտածել, ինչու կարող ենք միգուցե ինչ որ ավելին անենք կամ ինչու հենց Ադամը, ինչու հենց Ադամը, այդ հարցը շատ է մոտս առաջացել, բայց չի ասի չարության հետ կապված բացարձակ կապ չունի, ես առաջին իսկ օրվանից իր ընկերներին, իր միջավայրի անծանոթ մարդկանց, իր միջավայրի տղաներին, որոնց հետ ինքը շփվել է, ընկերներին, ընկերուհիներին, համակուրսեցիներին, մեր տուն անընդհատ գալիս են, ընդունում եմ եւ շատ եմ ուրախանում, որ իրանք այցելում են, շատ եմ ուրախանում իրենց հաջողություններով, շատ եմ ուրախանում, որովհետեւ նրանցից ոմանք, օրինակ մեկը իր ծառայակից ընկերը, որ շատ սիրում էր Ադամին, շատ ոգեշնչված էր իրենով, ամուսնացա մի հրաշք աղջկա հետ, որը որ իր կինն է հիմա, շատ լավ անձնավորություն եւ իրենց որդուն կնքեցին Ադամ։ Ես շատ երեխաների գիտեմ, չէ՞, այդպես շատ են։ Պատկերացրեք իր Facebook-յան էջը, իր դիտումները, մոտավորապես իր նկարների դիտումները հասնում են մոտ 10,000-ի, 1000-ից 10,000, այսինքն ոչ թե դիտումը, այլ հավանումները, պարզապես։ Եվ չկա գրեթե մի հրապարակում, որ մեկը չգրի, որ գիտեք իմ որդու անունը Ադամ եմ դրել ի պատիվ քեզ, կամ իմ թոռնիկի անունը ի պատիվ քեզ կնքել ենք Ադամ, բացարձակ անծանոթ մարդիկ են, ուզում եմ մտնել, տեսնեմ ովքեր են այդ մարդիկ, ճանաչում ենք, չենք ճանաչում, բացարձակ անծանոթ մարդիկ են, եւ դա էլ մի ուրիշ պատմություն է, եւ իր մասին շատ երգեր գրվեցին, իդեպ ոմանք շատ հայտնի են, չեմ ուզում հիմա ասել, անկեղծ ասած այդ երգերի անունները, մեկը զինվորի պատգամն է, մյուսները կգա ժամանակ, որ կհավաքվի, այսպես ինչ որ sense մի իմիքը բերենք այդ բոլորը եւ երևի թե կնշվի, որ դա քանի որ հեղինակները հենց իրենք ասել են, որ
Ադամի պատվին են այդ Ադամի երգերը պատվին գրվել։ ենք մենք այդ երգը գրել, այսպես ոգեշնչվել նրանով։ Բանաստեղծություններ, արձակ փոքր գործեր, Սիրային խոստովանություններ։ Սիրո խոստովանություններ բազմաթիվ, շատ երիտասարդ աղջիկներ, նույնիսկ տղաներ էլ կան, որ որդի ունենամ Ադամ եմ կնքելու անունը, եւ արդեն կան հիմա շատերը արդեն Ադամներով շրջապատված ենք։ Ես Facebook-յան ընկերներիս մեջ տեսնում եմ արդեն Ադամների մամաներին, բազմաթիվ, որոնք իրենք ինձ ընկերության հայտ են ուղարկել, անընդհատ կապի մեջ են, ոմանց նույնիսկ չեմ էլ տեսել ընդհանրապես։ Երևի դա մի փոքր մեղմում է, չէ՞։ Միանշանակ մեղմում է այդ ցավը եւ ես երևի նորից կկրկնեմ հպարտություն ցավի հետ, այսպես անընդհատ ուղեկցում են իրար զուգահեռ գնում են իմ ամբողջ կյանքի ընթացքում։ Երբեմն ես մտածում եմ, որ կան մարդիկ, ովքեր ապրում են շատ երկար, բայց շատ անմիտ կյանքով, եւ ոչ ոք նրանց մասին չի իմանում, բայց այս տղաները կոնկրետ Ադամը ընդամենը իր կարճ կյանքի 19 տարի այս կյանքի ընթացքում կարողացել է դառնալ իսկապես մի կերպար, որը չեմ վախենում ասել, որպես հերոս կարող է կրթել նոր սերնդին։ Եվ դա կարծում եմ իսկապես եւ հպարտանալու առիթ է, եւ մի փոքր մեղմում է այն ցավը, որ իսկապես ամբողջ կյանքում ձեզ հետ շարունակելու է գնալ։ Միանշանակ Աննա ջան։ Ուղղակի ուզում եմ ձեր խոսքը ասեք բոլոր այն կանանց գուցե, ովքեր դժվարություններ ունեն, բայց չեն կարողանում հաղթահարել, կամ դեռ կան մարդիկ, որովհետև կյանքում ամեն ինչ պատահում է, որոնք նույնպես անցնում են դժվարությունների միջով, չեմ ուզում ասել խորհուրդ տվեք, որովհետև դա ճիշտ չէ։ Ուղղակի ապրելու տարբերակ գտնել, առաջ գնալ, շարժվել եւ հպարտանալ։ Այո, ես կուզեի ասել, որ ճիշտն ասած հիասթափությունը դա նույնպես մեղք է, պետք չէ հիասթափվել որևէ բանից կյանքում, ուղղակի պետք է այսինքն թևաթափ լինել, հիասթափվել այդ աստիճան, որ չկարողանան շարունակեն իրենց նորմալ կյանքի գործունեությունը կամ իրենց առօրյան։ Ուղղակի հասկանան, ես մեկ անգամ էլ ասացի, որ երջանկությունը շատ պարզ բաների մեջ է, շատ պարզ բաների մեջ, որ քո սիրելի հարազատները քո կողքին են եւ ողջ եւ առողջ են։ Իրենց առօրյական հոգսերով, այսօր մի փոքր վատ, վաղը շատ ավելի լավ, հենց դա է երջանկությունը։ Եվ ապրել այսօրով, այո, եւ բավարարվել նրանով, ինչ ունես, երբ քո հարազատները քո կողքին են։ Իհարկե, մնացածը անցողիկ են ամեն ինչ։ Ինչ որ բան չունեք ավելացնելու։ Եթե կա, կուզեի ուղղակի շնորհակալություն ասել քեզ Աննա ջան։ այդ նկատի չունեի։ Ես եմ շնորհակալ, որ եկաք, ինձ պետք չի շնորհակալություն հայտնել, ես ուղղակի իսկապես ուզում եմ, որ մենք բոլորս միշտ անընդհատ հիշենք այդ տղաներին, բոլոր ժամանակների այդ հերոսներին, կապ չունի դա ապրիլյան պատերազմներ, որ պատերազմներ, Այո, բոլոր այն երիտասարդներին, այն մարդկանց, այն տղամարդկանց եւ կանանց, ովքեր կյանքը տվեցին հանուն այն բանի, որ մենք այսօր ուղղակի կարողանանք ապրել։ Եվ քանի որ այսօր դուք եք իմ հյուրը, ձեզ եմ շնորհակալություն հայտնում, որովհետև դժվար է խոսել ամեն անգամ վերապրելով այդ ծանր օրերը։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Բոլորին ուզում եմ հիշեցնել, որ այսօր իմ հյուրն էր քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մայրը, Գայանե Անտոնյան Սահակյանը։ Նրա հետ խոսեցինք Ադամի եւ բոլոր այն տղաների մասին, Ադամի կերպարի միջոցով, որոնց շնորհիվ մենք ուղղակի ապրում եւ շնչում ենք եւ պարտավոր ենք հիշել նրանց
մինչև մեր կյանքի վերջին պահը, որտեղ առանց նրանց սխրանքի մենք պարզապես չէինք լինի։ Կհանդիպենք։ Մեր գործընկերն է Կինեա գինին, նրբահամ եւ համեղ գինի, սպիտակ եւ կարմիր տարբերակներով։ Կինեայի գինիները ձեռք բերելու համար կարող եք գրել Կինեայի Facebook-յան եւ Instagram-յան էջերին։ Մեր գործընկերն է վայրի ապրանքանիշը պահածոների իր չկրկնվող տեսականիով։ Յուրահատուկ համեր, որոնք իսկապես անմահական են։ Անձամբ փորձել եմ, փորձեք նաև դուք։ Վայրի, զգացեք վայրի բնության համը։ Մեր գործընկերն է Art Embassy ցուցասրահը։ Հենց այստեղ են տեղի ունենում մեր նկարահանումները։ Շնորհակալություն հրաշալի միջավայրի եւ տաղավարը մեզ տրամադրելու համար։